27-28։ Եվս մի քանի կաթիլ ու արդեն պատրաստ կլինի հերթական առեղծվածային բույրը։ Հիմա այդտեսի սիրուն բան եք ստացի, գույնյոն այժմա կոկտեյլինը, հիմա լցում եք սարվակի մեջ, էսի սովետական ապարատ է, ինքը հատուկ խառնելու համար։ Մինչև վերջի կաթիլը, այո, մինչև վերջի կաթիլը արդեն թանկարժեք դուխյա ձեր ստեղծած դուխին է։ Պարֆյումերը ընտրված բաղադրիչներից, բուրավետ նյութերից տանում է ակորդներ, վերջնարդյունքում օծանելիք։ Գևորգ Սիմոնյանի լաբորատորիայում քո ձեռքով կարող ես պատրաստել օծանելիքդ ու հենց տեղում վայելել դրա բույրը։ Մարդկանց գրավում է այն գաղափարը, որ ամեն մեկ ուզում է ունենալ իր բույրը, բոլորին, որ ինքը տարբերվի բոլորից։ Շատ հաճելի է բույր սարքել անհատական մարդկանց համար, իրանց անուն ազգանունով, անվանական դուխիներն են դա, ու այդ էմոցիան, էներգիան ես շատ լավ գիտեմ ինչ է լինում, ու այդ ուրախությունը տալիս ես մարդկանց, իմ համար ամեն ինչ դա արժի։ Այստեղ կան բույրեր, որոնք ոգեշնչման արդյունք են, կան բույրեր, որոնք էքսպերիմենտի, որոշներն էլ նպատակադրված աշխատանքի արգասիկ են։ Հենց այդպես է ստեղծվել նաև պարֆյումերի առաջին օծանելիքը։ Իմ առաջի օծանելիքը ստեղծել եմ 21 թվին, Ֆերրամոնը անունով 27 համարից դուխին է, ինքը շատ ուժեղ սիրվե ժողովրդի կողմից էլ ու շատ մեծ համբավ ունեցավ, որտեվ ինքը հատուկ նյութեր եմ ավելացնում, որ հակառակ սեռի վրա ինքը ազդում է ու արդեն շատ ուժեղ տարածում ունի դա։ Հոգի, էներգիա ու մեծ սեր է փոխանցում բույրերի հայ վարպետը իր պատրաստած օծանելիքներով, որ երկար դաջվում է հիշողությանդ մեջ։ Նրա յուրահատուկ համադրությունները ոչ միայն ընդգծում են անհատականությունդ, այլև բարձրացնում ինքնավստահությունդ։ Երբ որ իմ մոտ մարդ գալիս է, ես իրանց հետ շփվելով հասկանում եմ մարդուն ինչ առաջարկե, ինչ կարգի բույր, ու մեծամասնությունը ճիշտ ուղղությունը ցույց տալիս։ Բույրերի այս զարմանալի աշխարհում Գևորգը նախընտրում է բյուրեղացնել սեփական ոգեշնչումը, միևնույն ժամանակ չանտեսել հասարակության ընկալման առանձնահատկությունները։ Հիմա սրվակները մենք ընտրում ենք, ու դուք արդեն հոտառությամբ դի զգաք որը ու սկսենք խառնել։ Ասում է օծանելիքի սեռային տարբերակումը մարքեթինգային հնարք է վաճառքը խթանելու նպատակով։ Մինչդեռ օծանելիքը չէ, որ պետք է կանացիությունն ու տղամարդկությունն ընդգծի։ Իմ եթերային յուղեն են, բաղկացած են սաղ ծաղիկներից, դուխիների մեջ կա 3 ակորդ, գլուխ, սիրտ եւ բազա։ Առաջ օտոր քաշում եք դա գլուխն է, սիրտը 10 րոպե զգում եք դա է, բազան է վերջի ստոյկությունը, որ հետո եք զգում, այդ ամենը խառնելով արդեն կարող եք ստանալ ձեր բույրը։ Ու հենց այդ բույրն էլ պարֆյումերներին ու գիտակներին թույլ է տալիս որոշել մարդու բնավորությունը, արտահայտելով նրանց ուժեղ կամ նրբաճաշակ կողմերը։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։